Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ եւ իրապես ուրախ եմ, որ այս առիթ այս հնարավորություն ունենք եւս մեկ անգամ Տիրոջը մեծարելու, Տիրոջը փառավորելու, Տիրոջ առաջ գալու երգով, աղոթքով եւ ինչպես որ խոսում ենք, այո, սա մեծ առանձնահատկություն է, որ շատերը ուղղակի ոչ միայն չեն պատկերացնում, այլ առհասարակ մատերիալանքով են նայում այս ամեն ինչին։ Եվ այս տերունական օրերը նույնպես շատ լավ հնարավորություն է, շատ լավ առիթ է ուղղակի ինչ անելու, կենտրոնանալու ամեն ինչից կտրվելու եւ կենտրոնանալու Տիրոջ խոսքի վրա, կենտրոնանալու Տիրոջ վրա, կենտրոնանալու իր կամքի վրա։ Ու փառք եմ տալիս Աստծուն, որ մենք իրապես այս հնարավորություն ունենք, ուրախ եմ, որ չեք վախեցել այսօրվա մեր երկրում տիրող ջրելու արարողություններից ու ստեղ ներկա եք, չնայած վստահ եմ, որ որոշները դրա պատճառով կամ չեն եկել, կամ որոշել են այսօր անպայման գնան Սևան կամ ուրիշտեղ ինչ-որտեղ թրջվելու, բայց ուրախ եմ, որ դուք այս հասկացողությունն ունեք եւ կարևորել եք Տիրոջ խոսքի շուրջ մտորելու։ Այսօր մի հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու ենք արդար քննադատության մասին։ Նայեք, մենք մեր էությամբ ունենք մի վտանգավոր հատկություն։ Մենք շատ արագ ենք դատում, քննադատում։ Շատ հաճախ մենք տեսնում ենք ինչ-որ գործողություն կամ լսում ենք մի խոսք, նկատում ենք ինչ-որ իրավիճակ ու անմիջապես ինչ ենք անում, դատում ենք, սկսում ենք քննադատել։ Մենք տեսնում ենք գործողությունը, բայց իրականում չենք տեսնում ամբողջ պատմությունը։ Մենք տեսնում ենք արտաքին երևույթը, բայց չենք հասկանում ներքին պատճառները։ Մենք տեսնում ենք փաստը, բայց չենք հասկանում դրա համատեքստը։ Եւ հենց սրանից էլ առաջանում է ոչ արդար դատաստան, այս ձև ասած։ 1868 թվականներին Միացյալ Նահանգներում տեղի ունեցել մի հետևյալ դատական գործ, որը որ որոշ առումով հետաքրքիր նախադեպ ստեղծեց դատական միջավայրում։ Ջոն Քիրբին մի շրջանի շերիֆ էր ու նա որպես շերիֆ պետքա օրենքը պահպաներ։ Եվ լինում է այնպես, որ մեկ օր ձերբակալում է մի մարդու, անունն էլ Ֆրեդերիկ Հոլմս էր։ Այս Ֆրեդերիկ Հոլմսը լինելով փոստատար դատի է տալիս շերիֆին, ինչու որտեղ այդ ժամանակ օրենք կար, որ փոստատարի աշխատանքը որևիցե կերպով իրավունք չունի որևիցե մեկը խոչընդոտելու։ Հետաքրքիր էր, երբ որ դատական process-ը սկսեց, շերիֆը ներկայացրեց փաստերը, որ ոչ թե ուղղակի փորձել է խոչընդոտի կամ զուտ ձերբակալել է փոստատարին որպես փոստատարի, այլ ձերբակալել է, որովհետև տվյալ մարդը հանցագործ է։ Եվ դատարանը դրանից հետո ազատ է արձակում կամ չեղյալ է հայտարարում այդ դատական process-ը, ինչի որտեվ շերիֆը չի սենց ասած անցել օրենքը, որպեսի խոչընդոտեր փոստատարին։ Այնինչ կար օրենք, որ իրավունք չունես փոստատարի գործը խոչընդոտելու, բայց այս պարագայում խնդիրը ոչ թե կոնկրետ փոստատարի գործը խոչընդոտելն էր, այլ իրավական նորմը պահելն էր, այսինքն հանցագործին ձերբակալելն էր։ Եվ առաջին հայացքից կարող էր թվալ, որ օրենքի խախտում է տեղ ունեցել եւ որոշ առումով տեղեր ունեցել, բայց եթե մենք ամբողջությամբ այդ ամեն ինչը ինչ անեինք, չնայեինք։ Եվ նույն բանը նաեւ տեղի է ունենում մեր կյանքում։ Մենք շատ դեպքերում նայում ենք ընդամենը մեկ կողմից եւ շատ արագ ինչ ենք անում, վերջնական դատավճիռն ենք դնում։ Եվ սրա մեջ շատ մեծ վտանգ կա։ Պետք է հիշենք մի բան, որ գործողությունը չի կարելի գնահատել, եթե մենք չենք հասկանում ամբողջ համատեքստը, ամբողջ իրողությունը։ Ու հենց սրա խնդրի մասին ենք խոսելու Մատթեոսի 12-րդ գլխում, որտեղ որ Հիսուս Քրիստոսին փարիսեցիները փորձեցին ժամանակից շուտ ինչ անել, քննադատել, դատել։ Մատթեոս 12:1-8 համարները միասին ընթերցենք։ Եթե դեմ չեք, ոտքի կանգնենք եւ միասին կարդանք։ Մատթեոսի ավետարան կընթերցենք 12-րդ գլուխ 1-8 համարները։
Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուս անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։ Իսկ նա ասաց նրանց. «Դուք չեք կարդացել, թե Դավիթն ինչ արեց, երբ ինքը ու իր հետ եղողները քաղցեցին, ինչպես Աստծո տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից չէր թույլատրվում ուտել ոչ իրեն, ոչ էլ իր հետ եղողներին։ Կամ չեք կարդացել օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։ Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ Եվ եթե գիտենայիք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զո, անմեղներին չէիք դատապարտի, սակայն մարդու որդին շաբաթ օրվա Տերն է։ Ամեն։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես փառք ու գոհություն ենք քեզ ուզում հայտնենք այս գեղեցիկ օրվա համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ Տեր ամեն ինչից առաջ Տեր Աստված դու ողորմում ես, գթում ես ու նաև չես նայում մեր ժամանակից շուտ դատողություններին, այլ ողորմում ես ու ներում ես Տեր Աստված, հնարավորություն ես տալիս շտկվելու։ Օգնի, որ Տեր Աստված իրապես ես քարոզի շրջանակում մտորենք եւ ինքներս մեզ հարցնենք, ինչքանով ենք մենք շուտ քննադատում մարդկանց։ Ինչքանով ենք մենք վարվում այնպես, ինչպես որ դու ես վարվում, Տեր Աստված, եւ օգնի, որ քեզանից սովորենք, որտեվ մեր փափագը միայն մեկն է։ Վարվենք ամեն կերպով, այնպես ինչպես որ քո կամքի համեմատ է, ինչպես որ դու ես ակնկալում։ Մեզ ողորմիր, ներիր եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Արդար քննադատությունը ծնվում է այն ժամանակ, երբ մարդը ճանաչում է Աստծո խոսքը, հասկանում է դրա իմաստը եւ ենթարկվում է դրա տիրոջը։ Այսինքն արդար քննադատություն լինում է այն ժամանակ, երբ որ մենք տիրոջ կամքի համեմատ ենք վարվում եւ վարվում ենք այն տրամաբանությամբ, որը որ Տեր Հիսուս Քրիստոսն էր տվել։ Շատ մարդիկ մեր իրականության մեջ կանգնում ասում են, դե Աստծո խոսքն ասում է մի դատեք, գրված է մի դատեք, որպեսզի չդատվեք եւ այլն, այդ մարդիկ չեն շարունակում կարդալ, որ ասում է արդար դատաստան տեսեք։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս եւ Աստված, Աստծո խոսքը չի սահմանում մեզ քննադատելու կամ դատելու, եթե մենք տեսնում ենք իրապես ինչ որ մի բան Աստծո կամքի համեմատ չի։ Բայց սրա մեջ շատ զգուշ պետքա լինենք, ինչի որովհետև վտանգը շատ մեծ է, որ մեր քննադատությունը արդար չլինի։ Լինի մեր ցանկություններից ելնելով, մեր տրամաբանությունից ելնելով, մեր պատկերացումներից ելնելով, որն էլ ինքնին մեզ է մեղավոր դարձելու, ինչի որովհետև մենք սխալ ենք վարվում տվյալ անձի նկատմամբ։ Ինչպես որ օրինակի համար տեսնում ենք Հոբի պարագայում, թե իր կինը, թե իր ընկերները քննադատեցին Հոբին, բայց արդար քննադատություն էր դա։ Չէ, արդար քննադատություն չէր։ Եվ այս պարագայում մենք էլ վտանգված ենք նման իրավիճակներում հայտնվելու։ Դրա համար արդար քննադատության համար անհրաժեշտ է 3 քայլ։ Առաջինը իմանալ Աստծո խոսքը, մեկնաբանել Աստծո խոսքը համատեքստի մեջ, եւ երրորդը ճանաչել Աստծո խոսքի հեղինակին։ Այս 3 քայլերի մեջ մենք ի վիճակի կլինենք արդար կերպով քննադատելու կամ դատաստան տեսնելու։ Հիմա ավելի մանրամասն նայենք առաջին քայլին։ Իմացիր Աստծո խոսքը։ Ուշադրություն դարձնենք եւս մեկ անգամ 1-ից 4 համարներին։ Նայեք, ասում է այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Մատթեոսը հենց այնպես չի շեշտում շաբաթ օրը, ինչի որովհետև փարիսեցիների շրջանակում կամ հրեաների շրջանակում շաբաթը շատ կարևոր դեր ուներ, դեռևս խոսելու ենք սրա մասին։ Եվ կնկատեք, որ Տեր Հիսուս Քրիստոս շատ դեպքերում, ես կասեի նույնիսկ ինադու, իմանալով, որ շաբաթի նկատմամբ կա ոչ ճիշտ մոտեցում, Տեր Հիսուս Քրիստոս որոշակի գործողություն էր անում, որպեսզի մարդկանց ճշմարտությունը ցույց տար։ Նայեք, բայց այս պարագայում Հիսուս Քրիստոս ինչ որ բան չի անում։
աշակերտներն են, ասում են նրա աշակերտները քաղց զգացին, այսինքն սովածացան ու սկսեցին ինչ անել, հասկ պոկել ու ուտել, ցորենի հասկերը պոկում էին, թափ էին տալի եւ ուտում էին։ Չգիտեմ հիմա այդ process-ը գուցե արդեն 4 տարբերակում չէր, գոնե մի փոքր փափուկ տարբերակում էր, դեռևս ամբողջական չէր, չգիտեմ, բայց այնուամենայնիվ այս գործողությունն էին անում։ Ուշադրություն դարձեք։ Եվ փարիսեցիները տեսան նրան ասացին. ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը։ Փարիսեցիները ինչ էին արել, վերցրել էին խոշորացույց ու պտտվում էին Հիսուս Քրիստոսի մոտ, տեսնելու ինչ որ մի բան, ինչ որ սխալ, որ ինչ անեին, մատնանշեին, ցույց տային, ասեն, տես, կամ դու կամ քո աշակերտները սխալ եք վարվում, սխալ ընթացք ունեք։ Այստեղ երկու խնդիր ենք մենք տեսնում, կամ երկու խնդիր կարա առաջանա։ Առաջինը, արդյոք տվյալ գործողությունը աշակերտների կողմից գողություն էր, թե ոչ, կամ երկրորդը, արդյոք հետևյալ գործողությամբ իրենք խախտում էին շաբաթի այն օրենքը, որը որ ըստ իրենց տրված էր Աստծո կողմից։ Հիմա առաջինը նախ եւ առաջ նայենք, թե Աստծո խոսքը ինչ է ասում շաբաթ օրվա հետ կապված, ինչ կարելի էր անել եւ ինչ չէր կարելի անել։ Օրինակի համար երկրորդ օրինաց 23:25-ում ենք կարդում։ Երկրորդ օրինաց 23:25։ Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց ուշադրություն դարձրեք, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին։ Մինչև այդ խաղողի մասին է խոսում, ասում է ձեռքով կարաս պոկես, բայց ամանիդ մեջ չլցնես, այսինքն նպատակը այդ պայդրությամբ քաղցը ինչ անելն է, հոգալն է։ Եթե մանգաղ ես վերցում, արդեն դա նշանակում է գողություն ես անում։ Եթե ձեռքով ես պոկում զուտ քո կարիքները հոգալու համար, Աստծո խոսքը ինչ էր անում, թույլ էր տալի։ Այսինքն օրենքի շրջանակում որևիցե սահմանափակում չունենք։ Այլ հակառակը տեսնում ենք, որ Տեր Աստված հոգալով ճամփորդների մասին նման օրենքներ էր սահմանել։ Նույնիսկ ավելին ասեմ, այնտեղ երբ որ դաշտերը պետքա հնձեին, օրենքի շրջանակում պետքա ամբողջությամբ չմաքրեին։ Որոշակի հատվածներ պետքա թույլ տային, ինչի, որտեվ անցորդներ կային, մարդիկ կային, ովքեր որ կարիքավոր էին, պետքա դրանից ինչ անեին, օգտվեին։ Այդ դեպքում խնդիրն ինչումն էր։ Խնդիրը նրանում էր, որ գուցե շաբաթն էին խախտում, այսինքն շաբաթ օրը ինչ որ մի բան չպետք է անեին։ Շաբաթի օրենքի շրջանակում ինչ ենք տեսնում։ Ելից 28-11։ Ելից 28-11։ Նայեք ինչ ասում Աստծո խոսքը։ Հիշիր հանգստի օրը, ի նկատի ունի շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես։ 6 օր աշխատիր եւ կատարիր քո բոլոր գործերը, բայց 7-րդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է։ Դու ոչ մի գործ չանես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը, ոչ քո անասունը, ոչ էլ քո դրան եղող օտարականը, որովհետև Տերը 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ 7-րդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերը օրհնեց հանգստի օրը եւ սրբացրեց այն։ Հիմա նայեք, երբ որ խոսում ենք ընդհանրապես Տերը հանգստացավ, այնպես չէր որ ֆիզիկապես հոգնել էր, հիմա կարիք ուներ հանգստացավ արարելուց, այսինքն կանգ առավ արարչագործությունը։ Բայց մեզ պատվեր տվեց, որ 6 օր մարդ աշխատի, 7-րդ օրը ինչ անի, հանգստանա։ Նպատակը ո՞րն էր, ժողովուրդ։ Աստծուն պաշտելու եւ նաեւ ֆիզիկապես ինչ անելու, հանգստանալու, որովհետեւ մենք ռոբոտ չենք։ Տերը մեզ ստեղծել է այնպես, որ այո, պետք է աշխատենք, բայց հանգիստը մեր ֆիզիկական կարիքն է, որ ամեն մարդ պետք է ինչ անի, հանգստանա։ Այո, գուցե երիտասարդ տարիքում մենք որոշակի մեր առողջությունը մեզ թույլ է տալի, որ մենք կարանք աշխատենք շաբաթվա 7 օրը, բայց հավատացնում եմ ձեզ պահը գալու, որ ինչ եք անելու ուղղակի, հոգնելու եք, ծայրահեղ հոգնելու եք եւ նույնիսկ հիվանդությունների առաջ եք կանգնելու։ Եվ Տերը մարդկանց ինչ է տալիս, սահմանում է մի օրենք, որի շրջանակում մենք պետք է համ հանգստանանք հոգեպես, այսինքն Տիրոջը պաշտենք եւ նաեւ հանգստանանք ֆիզիկապես։ Բացի նրանից, որ
սա կապված էր ուղղակի հանգստանալու չարչարանքից կամ դաժանագին աշխատանքից հանգստանալու հետ կապված։ Նաև պետք է լիներ պահ հիշելու Տիրոջ փրկությունը։ Երկրորդ Օրինաց 5:15-ում մենք տեսնում ենք, որ շաբաթը նաև խորհուրդ ուներ հիշելու փրկության մասին։ Երկրորդ Օրինաց 5:15 ասում է. «Հիշիր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Տեր Աստված քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով եւ բարձր բասկով։ Դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը»։ Հանգստյան օրը որ օրն էր։ Շաբաթ օրն էր, 7-րդ օրն էր։ Հիմա ճիշտ է, մեր մոտ փոխվել է, գիտեք, մեր մոտ հանգստյան օրը Կիրակին է եւ սենց ասած առաջի շաբաթ որը երկուշաբթին է, բայց նույնիսկ հետաքրքիր մի բան կա հայերենում։ Նկատել եք, շաբաթվա առաջի օրը ինչ է կոչվում։ Երկուշաբթի, որ թիվն է մեջը պարունակում։ 2։ Իսկ երկրորդ օրը 3 շաբթին է, 3-ը, եւ ընդհանրապես Կիրակին էլ միաշաբթի էր համարվում եւ այլն, որովհետեւ Կիրակին շաբաթվա առաջի օրն էր եւ շաբաթն էր մեր մոտ էլ ժամանակին շաբաթվա վերջին օրն էր։ Հետո փոփոխությունը տեղի ունեցել, հիմա չեմ մանրամասնի հետ կապված, ուրեմն ինչ էր տեղի ունեցել։ Տեր Աստված տվել էր նաև այդ շաբաթը, որպեսզի ամեն շաբաթ հրեաները հիշեին մի բան։ Ումից է փրկությունը։ Աստծուց։ Աստծուց է փրկությունը, ֆիզիկապես հանգստություն եւ հոգեվոր հանգստություն, Տիրոջից է փրկությունը։ Ուշադրություն դարձեք, սա էր նպատակը, որ Տեր Աստված տվել էր շաբաթ օրը։ Իսկ փարիսեցիներն ինչ էին արել։ Նայում են իրավիճակ, տեսնում են, որ աշակերտները ցորեն են քաղում, ասում են, շաբաթը ինչ եք արել։ Խախտել եք։ Գիտեք ինչու՞մն էր խնդիրը, որտեղ ավանդություններ ունեին, որովհետև օրենքի վրա ավելացրել էին։ Հետաքրքիր է, մի Միշնայում, եթե կարդաք, Միշնաները հերական ավանդություններն են կամ մեկնաբանություններն են օրենքի։ Շաբաթ օրվա հետ կապված 36 հիմնական աշխատանք են առանձնացրել, որի շրջանակում չէր թույլատրվում իրենց տրամաբանությամբ աշխատել։ Ու դրանց մեջ ներառված էին մի քանի բաներ, օրինակի համար ցանել, հարկել, հավաքել, կալսել, մանրացնել եւ պատրաստել եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը չեմ ներկայացնելու։ Հիմա նայեք, ինչ էր ստացվում։ Հասկը պոկելը իրանք տրամաբանում էին ինչ։ Բերքահավաք։ Իսկ արդեն ձեռքով տրորելը կալսում, այսինքն երբ որ այդ կաշին բանը հանում ես։ Ու ստացվում էր, որ իրենց մեկնաբանությունների երկու կետերում աշակերտները ինչ արեցին։ Խախտում գործեցին։ Հիմա ծայրահեղությունների չեմ ուզում գնամ, բայց նույնիսկ այն աստիճանի էին հասցրել, որ տնից դուրս իրավունք չունեին որոշակի տարածություն անցնել, սահմանել էին որոշակի տարածություն, շաբաթ օրն ասում էին, եթե դրանից ավել քայլեցիր, ուրեմն աշխատանք ես գործել։ Բայց հիմա խնդիր կար, հիմա նույն փարիսեցիների համար մեկ-մեկ պետք է լինում ավելի երկար տարածություն գնալ։ Ինչ էին անում։ Հետները հագուստ էին հավելյալ վերցնում, ուտելիք էին վերցնում, երբ որ այդ տարածությունը անցնում էին, նստում էին հաց էին ուտում, հավելյալ հագուստը թողում էին այդտեղ եւ ասում էին, այնտեղ որտեղ որ իմ վեշերն են, իմ հագուստն է, որտեղ որ ես հաց եմ կերել, դա նշանակում է իմ ինչն է, իմ տունն է։ Նշանակում է տնից ես հավելյալ իրավունք ունեմ նաեւ ավելին քայլելու։ Մենակ փարիսեցիները չէ, դա էսի լայվ խակեր ենք մենք ասում, այսինքն տես բաներ անում են։ Հիմա կզարմանաք, բայց ժամանակակից հրեաները, լսեք, Ամերիկայում կան քաղաքներ, մինչև այսօր, որ թույլատրություն են ստացել պետությունից, բարակ պրովուդ են անցկացրել, որպես ցանկապատ, այդ պատկերացեք քաղաքը իրենց ցանկապատն է, ինչի որ շաբաթ օրը հանգիստ այդ ցանկապատի ներսը պտտվեն, որը նես չլինի, որ չեն կարա տնից դուրս գան։ Հասկանում եք ծայրահեղությունը։ Հասկանում եք, այս ասած sense մարդկային մեկնաբանության ծայրահեղությունը ինչին էր հասցրել։ Այսպիսով ստացվում է, որ աշակերտները պարզ գործողություն էին անում, սոված էին ու մի փոքր վերցնում էին օրենքի համեմատ, իսկ փարիսեցիներն ինչ ասեցին։ Ասցին, որ չէ, օրենքն են խախտում։ Գիտեք, Հիսուս Քրիստոս մի փոքր ավելի ուշ Մարկոսի ավետարանի 7-րդ գլուխ 8-րդ համարում փարիսեցիներին հետևյալն է ասում. Աստծո պատվիրանները թողած մարդկանց ավանդություններն եք պահում, անոթների ու ամանների լվանալը եւ սրա նման ուրիշ շատ բաներ եք անում։ Այսինքն ինչ էր ստացվել։
Փարիսեցիները եւ որոշ հրեաներ ինչ էին արել, օրենքը թողել էին, անցել էին մարդկային մեկնաբանությունների, մարդկային տրամաբանությամբ առաջնորդվելու, դրա համար էլ այդ ամեն ինչի տակ բեռների տակ ճկռում էին ու ասում էին օրենքը վատ է։ Տերը չար է մեր նկատմամբ, որտեղ այսքան ծանր բեռ է դրել մեր ուսերին։ Բայց Աստծո օրենքը ինչ է, Աստծո խոսքն ասում է, Աստծո օրենքը սուրբ է, արդար է եւ բարի է, Հռոմեացիս 7:12։ Աստված իր ողորմությունն էր ցույց տվել, երբ որ այդ մարդկանց այդ օրենքն էր տվել, այդ օրենքով առաջնորդվելու համար։ Խնդիրը օրենքը սիրելը չէր։ Ուղղակի նրանք ինչ էին արել, փոխարինել էին Աստծո օրենքը իրենց տրամաբանությամբ, իրենց մտածածով, իրենց հասկացողությամբ։ Դրա համար, եթե մենք ուզում ենք ճիշտ դատաստան տեսնել, ինչ նախևառաջ պետք է անենք, Աստծո խոսքը լավ իմանանք, կարդանք, ուսումնասիրենք, որտեղ եթե խոսքը չգիտեմ, կարամ այդ խոսքի համեմատ ինչ որ, չգիտեմ, դատաստան տեսնեմ, քննադատեմ մեկին կամ նույնիսկ իմ կյանքի հետ կապված, կարամ ինչ որ բան անեմ։ Չեմ կարող անեմ։ Դրա համար երրորդ համարից Հիսուս Քրիստոս հանդիմանում է իրենց։ Երրորդ համարը։ Իսկ նա ասաց նրանց, ինչ է ասում, դուք չեք կարդացել, թե Դավիթը ինչ արեց, երբ ինքը ու իր հետ եղողները քաղցեցին։ Ինչպես Աստծո տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից չէր թույլատրվում ուտել իրեն եւ ոչ էլ իր հետ եղողներին։ Ուշադրություն դարձրեք այս արտահայտությանը։ Հիսուս ինչ է ասում։ Դուք, ասում է, չգիտեք, թե ինչ է ասում։ Դուք չեք կարդացել։ Այն Աստվածաշունչն այն 5 կտականը, որ դուք ունեք։ Դուք փարիսեցի եք, ուսուցիչ եք, չեք կարդացել է դրա մասին։ Ինչի մասն էր խոսքը գնում։ Դավիթ թագավորը Առաջի թագավորաց 21-րդ գլխում գրված է, որ երբ որ Սավուղից փախնում էր իր զինվորների հետ մեկտեղ, գիտեք, Սավուղը իմանալով, որ Աստված Դավիթին ա օծել որպես թագավոր, չէր ուզում ընդունել ու ամեն կերպ փորձում էր սպանել։ Եվ գրված է, որ Դավիթը ստիպված է լինում փախնելու Սավուղի առաջից, եւ երբ որ գնում են մի քաղաք, Անտեղ մոտենում են քահանային ու խնդրում են, որ հաց տա։ Քահանան էլ ասում է, որ ուրիշ հաց չկա, բացի առաջավորության հացից։ Հիմա նայեք, Ղևտացված 24 գլուխ 5-ից 9 համարներում չեմ կարդալու։ Այդ հացը պետքա դրվեր Տիրոջ ատյանի առաջ, այսինքն տաճարում տեղը կար։ Դրանից հետո մյուս օրը պետքա բերեին թարմ հացը դնեն, իսկ այդ հին հացը վերցնում են եւ միայն իրանք կարող էին ուտել։ Իրավունք չուներ դա ուրիշ որևիցե մեկին տալու։ Բայց ինչ է անում քահանան, տալիս է, որ Դավիթ ու իր զինվորներն ուտեն։ Հիմա արդյոք սա չի նշանակում, որ Հիսուս Քրիստոս որոշ առումով խրախուսում է, որ օրենքը խախտվի։ Չէ, ժողովուրդ ջան, ինչու՞մն էր խնդիրը։ Հիսուս չի սովորացնում, որ Աստծո պատվիրանները խախտելը նորմալ է։ Հիսուս ուղղակի սովորացնում է, որ իրավիճակը ինչ էր, տարբեր էր։ Այնպես չէր, որ ուղղակի մարդիկ որոշեցին կամահաճություն ձեռք բերել եւ գնան ու այդ հացը ուտեն։ Իրավիճակը այն էր, որ կամ ֆիզիկապես մահանալու էին, քանի որ հաց չունեին, կամ ի վիճակի չէին լինելու փախնելու եւ նորից մահանալու են։ Այսինքն խնդիրը մահվան հարցն էր։ Կամ մահնա, այս պայդրությամբ մարդը սոված է, սովից կմահանա, կամ այս օրենքը, որ մենակ քահանան պետք է ուտի եւ քահանան այդ քայլն անում է։ Դրա համար թագավորի օրինակը բերելով Տեր Հիսուս Քրիստոս եւս մեկ անգամ ուզում է հիշեցնել, նույնիսկ ձեր Աստվածաշնչում, որ դուք ունեք, որը որ դուք ուսումնասիրում եք, նման մի օրինակ ինչ է եղած, գրված է։ Դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է կարդանք Աստծո խոսքը։ Պետք է կարդանք այն, պետք է իմանանք եւ անդադար կարդանք, ժողովուրդ։ Առանց Աստծո խոսքի ընթերցանության չեք կարող որևիցե հոգևոր առումով ճիշտ կերպով առաջնորդվելու, ճիշտ կերպով քննադատություն տեսնելու։ Չեք կարող ընդհանրապես։ Բայց միայն իմանալը բավարար չէ։ Նաև ինչ պետք է անենք։ Պետք է նաև հասկանանք տվյալ խոսքը համատեքստում։ Երկրորդը, մեկնաբանեք Աստծո խոսքը համատեքստում։ 5-ից 6 համարները նայենք։ Հիսուս շարունակում է իր պատասխանը։
Ասում է կամ չեք կարդացել օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են, շաբաթը սակայն անմեղ են։ Հիմա ուշադրություն դարձրեք Հիսուսի մոտեցմանը։ Առաջին օրինակում նա բերում է Դավիթ թագավորի օրինակը։ Երկրորդ օրինակը արդեն բերում է օրենքի հետ կապված, այսինքն օրենքից եկած հարցերի հետ կապված։ Եվ նայեք, ինքը փորձում է ցույց տալ, որ օրենքը տվյալ տրամաբանության մեջ չի խախտվում։ Ինչ էր տեղի ունենում։ Քահանաները, երբ որ շաբաթ օրը ծառայություն էին անում, պատրաստում էին եւ այլն, մարդկային տրամաբանությամբ ինչ է տեղի ունենում։ Աշխատանք են չի անում, գործողություն են անում, պարտականություն կար, որը պետք է անեին։ Այնտեղ տարբեր ահագին մեծ գործողություն կար։ Մոմ վառել, հանգցնել, հացը բերել, տանել, կենդանի զոհաբերությունը, այսինքն բավականին ահագին աշխատանք էր տարվում։ Եվ եթե մենք նայենք օրենքը զուտ տրամաբանությամբ, Աստված ասել է մի արեք, իրանք անում են, ստացվում է ինչ է լինում, խախտում են օրենքը։ Այսինքն շաբաթ օրով տաճարում ծառայություն անելով պղծում են ինչը, շաբաթը։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը ինչ գնահատական է տալիս, ասում է, բայց ինչ են, անմեղ են, այսինքն օրենքը չեն խախտում, օրենքը չեն խախտում, օրենքը չեն խախտում։ Ինչի օրենքը չեն խախտում։ Որովհետև այն համատեքստը, որի շրջանակում որ անում են, իրանց թույլ է տալիս, որ այդ ամենի ինչ անեն, անեն։ Այլ ոչ միայն պետքա ոչ մի չանեն, այլ պարտավոր են անելու, որովհետև Տերն է սահմանել այդ ամեն ինչը։ Ինչպես որ այն ոստիկանը, որ ձերբակալեց փոստատարին, նույն տրամաբանության մեջ է։ Փոստատարին որևիցե մեկը իրավունք չուներ սահմանափակելու իր գործի առնչությամբ։ Բայց այս պարագան ուրիշ էր։ Ուղիղ դատաստան չես կարա զուտ տեսնես, ասես, դե քահանաները շաբաթ օրով ինչ որ գործողություն են անում, ուրեմն հաստատ ինչ են անում, մեղք են գործում։ Այնինչ չէին խախտում որևիցե շաբաթը։ Ասում է, սակայն անմեղ են։ Հետևաբար նայեք, մի կարևոր սկզբունք կա։ Քարոզիչների դպրոցում մենք բոլոր նրանց, ովքեր որ սովորում են Աստծո խոսքի շրջանակում քարոզելու, սովորացնում ենք մի քանի սկզբունքներ։ Առաջինը պետք է հասկանանք մի բան, որ մենք պետք է էկզեգեզայով զբաղվենք, այսինքն ինչ ենք անում, Աստծո խոսքը ուսումնասիրում ենք եւ խոսքից պետք է հանենք ինչը ինֆորմացիան, միտքը, այլ ոչ թե էյզեգեզա նշանակում է մենք մեր միտքը մտցնում ենք այդ խոսքի մեջ, այսինքն երբ որ մենք սկսում ենք մեկնաբանել Աստծո խոսքը մեր տրամաբանությամբ, մեր հասկացողությամբ։ Եվ դրա ամենակարևորագույն կետերից մեկը անդադ էսի կրկնվում է։ Նրանք ովքեր որ հերմենևտիկա անցել են եւ այս սենց ասած ծառայության մեջ են գիտեն։ Մի հատ բառ կա, որ անդադ կրկնում ենք. համատեքստ կամ կոնտեքստ։ Հիմա ի՞նչ է դա նշանակում։ Որպեսզի մենք ճիշտ հասկանանք խոսքը, նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ է ասում առհասարակ այդ հատվածը։ Այսինքն ուսումնասիրենք մանրակրկիտ, ինչ բառեր է օգտագործված, ինչ է ասվում, ինչ է գրված։ Երկրորդը, պետք է տեսնենք ով է խոսում, ով է գրողը, տվյալ տեքստը գրողը, այսինքն հեղինակն ով է այդ ամեն ինչի։ Երրորդը, ում է ուղղված այդ խոսքը։ Չորրորդը, ինչ իրավիճակում է ասած, այսինքն ինչ խնդիր կար, որ այդ մարդը այդ բանը գրում է։ Սա էլ է կարևոր։ Մյուսը, ինչպես է այս հատվածը կապված ամբողջ Աստվածաշնչի հետ, այսինքն արդեն մենք տեսնում ենք ամբողջ Աստվածաշնչի կոնտեքստի մեջ։ Ես հիմա ձեզ մի քանի սենց կետեր եմ ասում, ամբողջ սենց ասած դասընթացները չեմ անելու, բայց պատկերացրեք, էսի վերաբերվում է բոլորիդ։ Նայեք Պողոս առաքյալն ինչ է ասում 2 Տիմոթեոս 2 գլուխ 15 համարին։ Ասում է, ջանա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբր մի մշակ, որ ամաչելու բան չունի, ինչու, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում, այսինքն Աստծո խոսքը ուղիղ է տալիս, չի ծռում, չի մեջը բաներ մտցնում ինքը իր ուզածը, այլ ինչ անում, խոսքը ուղիղ մատուցում է, սովորեցնում է, հետևաբար ամեն մեկը պարտավոր եք այս խոսքի մեջ ինչ անելու, մանրակրկիտ ուսումնասիրելու, սա միայն աշակերտների կամ քարոզիչների, ուսուցիչների խնդիրը չի։ Եթե դուք խոսքը ճիշտ կերպով չկարողանաք մեկնաբանել,
ճիշտ կոնտեքստի մեջ չկարողանաք հասկանալ, չեք էլ կարողանալու ճիշտ կերպով ինչ անել, կիրառել։ Չեք կարողանա ճիշտ կերպով մեկնաբանել եւ դրանից էլ նաեւ կիրառությունն է ծնվում։ Պողոսը չի ասում իմացի խոսքը պարզապես, այլ ասում է չավելացնես այդ խոսքին ոչ մի բան, չհանես այդ խոսքից ոչ մի բան, չօգտագործես Աստծո խոսքը քո նպատակների համար, այլ թույլ տար, որ Աստծո խոսքը հենց խոսի, ինքը ներկայացվի, որտեղ խոսքն է փոխողը, մարդկային տրամաբանությունը չի փոխում։ Բացի դրանից նաև այլ երկու սկզբունք էլ կա եւ շատ չեմ խորանա, որպեսզի ձանձրալի չլինի։ Եթե նայեք Աստվածաշնչում կան տարբեր ժանրերի գրքեր։ Կան պատմողական գրքեր, կան դիդակտիկ, այսինքն ուսուցողական հատվածներ։ Կա նաև ապոկալիպտիկ եւ ավելի պոետիկ, հիմա դրանց չեմ խոսա։ Բայց գոնե այս երկուսին կանադառնամ։ Նայեք, պատմողական տեքստերի վերաբերյալ է, որ նայում եք նույն Դավիթի պատմությունը։ Երբ որ մենք դա կարդում ենք, մենք իրավունք չունենք ուղիղ կերպով այդ ամեն ինչը ուղղակի կիրառելու։ Օրինակի համար Հուդան գնաց ու մատնեց Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա մենք կարանք դա միանգամից ուղիղ վերցնենք ու կիրառենք։ Ասեք, ժողովուրդ։ Չէ, դրա մեջ նորմալ բան չկա, դա սխալ է, առավել եւս որևիցե պարագայում մենք իրավունք չունենք, ուղղակի զուտ վերցնեմ, դե որ պատմություն է գրված է, այդ ամեն ինչը կիրառեմ։ Հիմա բացասական օրինակ եմ բերում։ Լավ օրինակ բերեմ։ Մովսեսը կանգնեց Կարմիր ծովի առաջ, փայտով խփեց եւ ծովը բացվեց։ Հիմա ես կարամ փայտ վերցնեմ, գնամ որևիցե լճի, գետի առաջ ու խփեմ, ասեմ դե գրված է, ես էլ պետքա խփեմ ու բացվի։ Կարամ տենց անեմ։ Չէ, ինչի որտեղ պատմողական տեքստերը մեզ տեղեկատվություն են տալի, մենք դրանից որոշակի սկզբունքներ կարանք վերցնենք, բայց ուղիղ կիրառություն չենք կարող ունենանք։ Ինչի որովհետև դա զուտ պատմվածք է, որը որ Տերը մեզ տվել է, եւ տարբեր իրավիճակներում այո Տերը տարբեր կերպերով է գործել։ Իրավունք չունեմ ուղիղ վերցնելու, բայց օրինակի համար կան ուսուցողական հատվածներ, որոնք որ մենք կարանք ուղիղ կիրառենք։ Օրինակի համար Պողոս առաքյալի շատ նամակներից շատ հատվածներ, որոնք որ վերաբերվում են ում եկեղեցուն, եւ մենք ինչ ենք անում, ուղիղ կերպով կիրառում ենք այդ ամեն ինչը։ Այս վերջերս մի տեսանյութ էի նայում։ Մի եղբայր ներկայացումը հարց են տալի, ասում են, այ օրինակի համար Աստված տալիս է մեր ցանկալին, թե անհրաժեշտը։ Ու եղբայրը փորձում է պատասխանի։ Ասում է, հիշում եք ժողովուրդ ջան, Կանայի հարսանիքի ժամանակ Հիսուս Քրիստոս ջուրը գինի դարձրեց։ Ասում եմ, տեսեք, ասում է հարսանիքի ժամանակ գինին ասում է ցանկալի է թե անհրաժեշտ է։ Ասում է, դե չէ, ցանկալի է։ Դրա համար, եթե Հիսուս տենց բան արեց, դա նշանակում է, որ Աստված մեր ցանկացածը մեզ տալիս է։ Ուշադրություն դարձեք, վերցնում է մի պատմություն, ուղիղ կիրառություն է տալի առանց համատեքստը նայել ու նման եզրակացության է գալ։ Հիմա ձեզ եմ հարց տալիս։ Արդյոք Աստված մեր ցանկացածը կատարում է։ Արդյոք նման խոսք կա կամ նման խոստում կա։ Չէ, ժողովուրդ, չկա նման խոստում։ Ինչի որտեվ չի մարդը հասկանում, որ նախ այն ժամանակվա հարսանիքներն ու հիմիկվա հարսանիքները տարբեր են։ Եթե մեզ համար, այս ձև ասած, հարսանիքին գինի լինել, չլինելը ցանկալի բանը, սենց ասած ցանկալի հարցը կարա չլինի է։ Բայց հրեաների ժամանակ տենց չէր, որովհետև այլ հյութ չկար։ Մենք հիմա ունենք տարբեր տեսակի հյութեր եւ այլն, այնքան բաներ ունենք։ Այն ժամանակ միակ հյութը, որ կարային օգտագործեն, գինին էր։ Ու ասեմ ավելի, նույնիսկ ջուրը չէին կարող խմեն, ինչի որտեվ գինին պետք էր, որպեսզի ջուրը ստերիլիզացնեն, այսինքն մանրէներից կարողանան ազատվեն։ Դրա համար այս դեպքում ստացվում է հարսանիքի շրջանակում գինին ցանկալի էր թե անհրաժեշտ էր։ Անհրաժեշտ էր։ Ավելին, եթե մի փոքր էլ եք ուսումնասիրում, տեսնում եք, որ հարսանիքը չէր տևում մի քանի ժամ ընդամենը ռեստորանում, այլ տևում էր մի քանի օր, 5-ից մինչև 7 օր հարսանիքը տևում էր։ Եվ այդ 5-ից 7 օրվա ընթացքում դու պետք է ապահովել այդ ամեն ինչը, ինչի համար։ Եթե հանկարծ այդ գինին պակասեր, հարսն ու փեսան, ավելի ճիշտ փեսան, գիտեք ինչ էր լինելու, խայտառակ էր լինելու։
Ինչի որտեվ չի կարողացել ճիշտ կազմակերպի։ Եվ հիմա շատ չեմ մանրանում այս դետալները, բայց այս քարոզիչը ինչ արեց։ Չի անդրադառնում այս դետալներին եւ խոսքը ուղիղ կերպով մեկնաբանում ու հայտարարում ասում է. Աստված տալիս է մեր ցանկալին։ Ձեզ հիմա ուրիշ մի բան ասեմ։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ մեր անհրաժեշտը մեզ Տերը չի տալիս։ Պողոս Արաքյալն ասում է. ցավել եմ քաշը, մերկությունել եմ տեսել, սովել եմ տեսել։ Այդ շրջանակում հացը անհրաժեշտություն էր, թե կարիք էր։ Ցանկալի էր, թե անհրաժեշտություն էր։ Անհրաժեշտություն էր, բայց եղել է դեպքեր, որ Տերը նույնիսկ դա չի տվել։ Դրա համար հասկանում եք, երբ որ մենք ճիշտ մեկնաբանություն չենք տալիս, դրանից կարա լուրջ խնդիր առաջանա։ Մարդ կարա լսի, սկսի աղոթել իր ցանկացածին, այդ աղոթքի պատասխանը չստանա ու ինչ կասի։ Ասի Աստված սուտ է, այս ամեն ինչը սուտ է, մեր ուզած Աստված չի տալի, բայց հենա քարոզիչն ասում էր, հավատով աղոթում էի, ոչ մի բան չստացա։ Դրա համար մենք ոչ միայն Աստծո խոսքը պետքա ճիշտ իմանանք, այլ նաև պետքա մեկնաբանենք իր ճիշտ համատեքստում, որպեսզի ճիշտ մոտեցում ցույց տանք։ Դրա համար զգույշ եղեք։ Այսպիսով, երկրորդ քայլը որն էր, որպեսզի կարողանանք ճիշտ քննադատենք, ճիշտ դատաստան տեսնենք, նույնիսկ ճիշտ վարվենք մեր կյանքում, պետք է Աստծո խոսքը մեկնաբանենք համատեքստի մեջ։ Երրորդ քայլը։ Ոչ միայն կարևոր է իմանալ խոսքը, ոչ միայն կարևոր է ճիշտ մեկնաբանել, այլ նաև կարևոր է ճանաչել Աստծո խոսքի օրենսդիրին։ Աստծո խոսքի օրենսդիրը կամ օրենքը տվողը ով էր։ Աստված։ Այսինքն, որպեսզի մենք կարողանանք ճիշտ մոտեցում ցույց տալ, մենք պետք է իմանանք Աստծո սիրտը, ինչպիսին է նա։ 12-րդ գլուխ 6-րդ համարը։ Ու սա կենտրոնական մասն է, խնդրում եմ ուշադիր եղեք։ Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ Այսի ամենակենտրոնական հատվածն ու կարևորը ընդհանրապես։ Հիսուս չի ասում, այստեղ տաճարից ավելի մեծ բան կա։ Ինքը օգտագործում է չեզոք սեր, որ հստակ մատնանշում է իր վրա, իր մասին է ասում, որ ես ավելի մեծ եմ, քան այն տաճարը, որի շրջանակում քահանաները ծառայություն են անում, որի ուղղությամբ դուք աղոթում եք։ Հին կտականում պարզապես շենք չէր տաճարը։ Ելից գրքում 25-րդ գլուխ 8-րդ համարի մեջ տեսնում ենք, որ տաճարը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը, Աստծո հետ հաղորդակցություն ունենալու վայրը, զոհաբերության համակարգը, մեղքերի քավության ճանապարհը։ Պատկերացնում եք հրեաների համար ինչքան կարևոր էր տաճարը։ Ուրիշ մի բան ասեմ։ Հիմա տաճարը քանդված է, երբ որ պահը գալու է, նեռը գալու է, տաճարը կառուցելու է։ Հետո ուրիշ մի բան ասեմ։ Հավիտենականության մեջ տաճարը նորից լինելու է, վերականգնված լինելու է։ Սա ուրիշ թեմա է, դեռևս էլի առիթ կլինի խոսանք, բայց հրեաների համար շատ կարևոր էր տաճարը։ Այսօր տաճարից ընդամենը մնացել է մի պատը, նույնիսկ այդ Զաբորի պատն է, որտեղ որ տեսել եք հրեաները մոտենում են ու այդ պատի մոտ լացի պատ են համարում։ Այդ ուղղությամբ են աղոթում։ Հրեաները դեռևս սպասում են, որ այդ տաճարը պետք է կառուցվեր։ Այն ժամանակ առավելևս պատկերացեք այդ տաճարը կա, այդ գեղեցկությունը կա, այդ մեծ շքեղ կառույցը կա, ու Հիսուս ինչ է ասում, այդ տաճարից ես ավելի մեծ եմ։ Գիտեք ինչու։ Որտեվ նա իրական Աստծո ներկայությունն էր։ Որտեվ ինքը Էմանուելն էր, որ ասում է Աստված մեզ հետ էր։ Ինքը ներկա էր, Հիսուս Քրիստոս Աստված լինելով ներկա էր այդ մարդկանց մոտ, դրա համար էլ ասում է, ես այդ տաճարից ինչ եմ, մեծ եմ։ Դրա համար ասում է Հովանո ավետարան առաջի գլուխ 14 համարի մեջ եւ ասում է եւ բանը մարմին առավ Հիսուս Քրիստոսի մասին ասում ու բնակվեց մեր մեջ, մեր կողքն էր Քրիստոս։ Քրիստոսը տաճարից մեծ է։ Սա այն ճշմարտությունը, որ փարիսեցիները չէին հասկանում ու տենց է չհասկացան մեծամասնությունը։ Նրանք կենտրոնացած էին տաճարի վրա, համակարգի վրա, զոհաբերությունների վրա, այդ ամեն ինչի վրա, բայց չէին ճանաչում Աստծուն։ Նրանք պաշտում էին շաբաթը,
բայց չէին ճանաչում Տիրոջ շաբաթը, Տիրոջ իրական հանգստությունը։ Սա է այն մարդկային կրոնի վտանգը, որ մենք այսօր կանք։ Մենք հայերս, մեզ համար շենքերը, եկեղեցիները, տաճարները ավելի կարևոր են դարձել, քան թե Աստված։ Սրբավայրերը ավելի կարևոր են դարձել, քան թե Աստված։ Խաչը ավելի կարևոր է դարձել, քան թե Աստված, քան թե Քրիստոս։ Մենք բարձրանում ենք, ասում ենք, մենք խաչապաշտ ենք, ու դրա մեջ հա մեկնաբանություն կա եւ այլն, բայց մեծամասամբ այդ խաչի վրա Քրիստոսին չի ճանաչում։ Քրիստոսին չի ճանաչում։ Դրա համար նորից հարցը պտտվում է հետևյալ տրամաբանության մեջ. արդյոք Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ճանաչում ես, թե ոչ։ Թե քեզ համար կարևոր է զուտ խաչը, զուտեն, որ դու, չգիտեմ, կնքվել ես մի տարեկանում, ես իմ քանի ամսեկանում, ինչն է կարևոր քեզ համար։ Որն է կենտրոնականը, տաճարը, եկեղեցին, սրբավայրը, մոմերը, ձեր խաչերը, կներեք արտահայտությանս համար, ձեր սուրբ քավորը, թե Տերը, թե Քրիստոս։ Դրա համար ասում է Տեր Հիսուս Քրիստոս այդ ամեն ինչից մեծ է, վեր է։ Կամ Քրիստոսինն եք, կամ Քրիստոսինը չեք, կամ ընդունում եք իրեն եւ իր մեծությունը, կամ էլ հետևում եք անպիտան ու անիմաստ բաների, ժամանակավոր բաների։ Մատթեոս 12:7 ասում է, եւ եթե գիտենայեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում, ոչ թե զո, անմեղներին չեք դատի։ Եթե իմանայեք, Հիսուս ինչ է ասում, կարծես ասում է ձեր խնդիրը գիտելիքի պակասը չի։ Ձեր խնդիրը գիտեք ինչն է, որ Աստծո սիրտը չեք ճանաչում։ Չեք ճանաչում Աստծո սիրտը, ինչպիսին է նա։ Ինչպիսին է այն մեկը, որ սահմանել է այդ ողջ օրենքը։ Ուստեից մեջբերումը արվում Օվսեի մարգարեությունից 6-րդ գլուխ 6-րդ համարից։ Ու պատկացեք այդ ժամանակ Իսրայելը ինչ էր անում, կրոնական արարողությունների մեջ էր, ծառայություններն անում էին եւ այլն, բայց իրենց սիրտը Աստծուց ինչ էր։ Հեռու էր։ Դրա համար ասում եմ, ես ողորմություն եմ ուզում, այսինքն ես ուզում եմ, որ ձեր քայլերը ցույց տա իմ էությունը, այլ ոչ թե ձեր զոհաբերությունները։ Այդ ամեն ինչը ինձ պետք չեն։ Նույնն էլ եւ մեր տրամաբանության մեջ պետք չի ձեր ծառայությունը, պետք չի ձեր քարոզը, պետք չի ձեր զոհաբերությունները ֆինանսական տեսքով կամ մնացած բանով, եթե ձեր սիրտը ուղիղ չի Տիրոջ առաջ։ Եթե չեք վարվում մարդկանց նկատմամբ այնպես, ինչպես որ Տերն է ցանկանում, զոհ չեմ ուզում, ու Տերը շատ տեղերում ասում արդեն զզվել եմ այդ ձեր զոհաբերություններից։ Մեր համար էլ շատ դեպքերում ձևը, տեսքը այնքան կարևոր դառնում, որ մենք թողնում ենք իմաստը։ Ու դրա պատճառով էլ փարիսեցիներն ինչ էին դառել, կոպիտ, դատող, ինքնահավան եւ արհամարական ուրիշների նկատմամբ։ Մենք բարձր ենք, իրանք ինչ են, երկրորդ, երրորդ սորտի մարդիկ են։ Ու ցավում եմ, որ քրիստոնյաներ էլ կան, էսենց։ Մենք լավն ենք, մենք ամենալավ վարդապետությունն ունենք, մենք ամենախելացին ենք, ամենաարդարն ենք, ամենաճիշտ ենք, իսկ դուք բոլորդ ինչ եք, դժոխքի մատերիալ եք, վարվելու մատերիալ եք։ Կներեք, էլի այս արտահայտությունների համար։ Հասկանում եք, բայց սա է իրականությունը, որ մեկ-մեկ խոսում ես մարդկանց հետ, խոսում ես քրիստոնյաների հետ, որոնցից պետքա ինչ լինի, Քրիստոսի բույրը դուրս գա, բայց զգում ես չոր, դատող, քննադատող, սենց ինչ որ իրավիճակ ու անկախ քեզանից լարվում ես, որ հանկարծ մի բառ, մի արտահայտություն սխալ չանես, որ ասեն, տեսար ես հարցում սխալ ասցիր, այս հարցում սխալ վարվեցիր։ Ոնց որ փարիսեցիները խոշորացույցով ման էին գալի Քրիստոսի հետևից։ Հիշեք մի բան։ Մատթեոս ավետարան 22-րդ գլուխ 37-ից 40 համարներում Տեր Հիսուս Քրիստոս սահմանեց ողջ օրենքը։ Ամբողջ օրենքը սահմանեց երկու, սենց ասած, հիմնական մտքի։ Առաջինը ինչ արա, սիրի քո Տեր Աստծուն։ Երկրորդը սիրիր քո մերձավորին։ Սա է ցույց տալիս ամբողջ օրենքը։ Սա է գագաթնակետը օրենքի ամենակարևորը։ Սիրիր Աստծուն քո ամբողջ էությամբ, քո ամբողջ մտքով, քո ամբողջ սրտով։ Եվ սիրիր քո մերձավորին, ինչպես որ քեզ կսիրեիր։
Դրա համար ասում չեք հասկանում։ Չեք հասկանում ինչի հետևից եք ընկել, ինչ եք խոսում, ինչ եք անում, ինչ եք փնտրում։ Այս երկու պատվերներից են կախված ողջ օրենքը։ Ինչ եք կարծում, շաբաթներ մարդու համար, թե մարդը շաբաթի։ Շաբաթներ մարդու համար Տերն էր տվել էր, որպեսզի այդ մարդը այդ շաբաթվա շրջանակում հանգստանար, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Դրա համար Մարկոս 2:27 համարի մեջ Հիսուս Քրիստոս հստակ ասում է, խախտել եք տեղը։ Մենք չենք շաբաթի համար ստեղծված, այլ հակառակը շաբաթը Աստված տվեց մարդկանց որպես օրհնություն։ Կիրակի օրը ստե պաշտամունքին մասնակցել, հիմա ուղիղ չեմ կապում շաբաթի հետ կապված։ Էդի բեր չի։ Այն չի լավ, էլի Կիրակի Աստված սահմանելա պարտադիր պիտի գնամ պաշտամունքի, նստեմ, քարոզ լսեմ, այսքան ժամ ձանձրանամ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, դրա համար չի տրված։ Նորից նույն տրամաբանությունն ասեմ։ Կիրակի օրվա պաշտամունքն է մարդու համար, թե մարդն է այդ Կիրակի օրվա պաշտամունքի։ Պաշտամունքն է, որպեսզի այս միաբանության մեջ Տիրոջը մեծարենք, Տիրոջը փառաբանենք, աղոթքի մեջ լինենք։ Դրա համար սիրելիներ, մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ մարդկանց, ովքեր որ կարիքը կա հիշեցնելու, գիտես ինչ կա, պաշտամունքի օրը արի գնանք Տիրոջը պաշտելու։ Հանգստի օր է, հիմա Կիրակի օրը Հայաստանում սահմանված է հանգստյան օր։ Ասում ես, չէ, մի քիչ էլ աշխատեմ, մի քիչ էլ գումար վաստակեմ, այս կոմ, այդ ամեն ինչ արդյունքը այն է լինելու, որ ուղղակի մաշվելու ենք, անցնենք գնանք։ Հիշեք մի բան, արտաքին կրոնավորությունը կարող է շատ տպավորիչ լինել, բայց եթե այն չի բխում Աստծո խոսքից ու չի արտահայտում իր էությունը, այն ընդունելի չի իրեն։ Արտաքին կրոնավորությունը կարող է տպավորիչ լինել։ Մարդիկ կարող են տպավորված լինեն, վաու, այս ինչ հոգևոր մեկն է, այս ինչ մեծ խաչ է կապել, այս ինչ գեղեցիկ խոսքեր է ասում, այս ինչ բաներ է անում։ Բայց եթե այդ ամեն ինչը չի բխում Աստծո խոսքից եւ չի արտահայտում իր էությունը, այն ընդունելի չէ ում Աստծուն։ Եվ այս ամեն ինչի վերջում Տեր Հիսուս Քրիստոս գիտեք ինչ է ասում 12:8 Սակայն մարդու որդին շաբաթ օրվա Տերն է։ Լսում եք։ Երբ որ ասեց ես տաճարից մեկն եմ, մեծ եմ, չեք հասկանում իմ սիրտը, Տիրոջ սիրտը չեք հասկանում, որտեղ զոհաբերություն չեմ ուզում, այլ ողորմություն, հիշեք մի բան։ Ես շաբաթվա Տերն եմ։ Շաբաթվա Տերն եմ։ Ուրեմն սկզբում Տեր Հիսուսին ինչ է ասում, ասում է դուք չեք կարդացել։ Դրանից հետո ասում է չեք կարդացել նաև օրենքում։ Հետո ասում է նաև չեք հասկանում, թե ինչ է նշանակում, եւ ամենավերջում ասում է մարդու որդին շաբաթվա օրվա Տերն է։ Դուք պետք է ճանաչեք օրենսդիրին։ Նրան, ով որ սահմանել է այս օրենքները, որտեվ Աստծո խոսքը ճիշտ հասկանալ հնարավոր չէ, եթե մենք չենք ճանաչում այն անձին, ով որ այդ խոսքը ինչ արե, տվել է։ Ու այստեղ հետաքրքիր է, հիշում ենք Հովանու 5:17-ում, երբ որ մեղադրում են նորից շաբաթը խախտելու մեջ եւ այլն, Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. Իմ հայրը մինչև հիմա գործում է եւ ես էլ գործում եմ։ Ու փարիսեցիները հասկացան, որ Տեր Հիսուս Քրիստոս իրան հավասարեց ում Աստծուն, Հոր Աստծուն հավասար արեց։ Դրա համար գրված է, որ ուզում էին սպանեին իրեն։ Ինչ որտեղ իրենց տրամաբանության մեջ չէր տեղավորվում, ոնց կարա Տեր Հիսուս Քրիստոս, ոնց կարա մարդ ինքն իրեն ինչ անի, հավասար անի Աստծուն։ Դրա համար էլ չէին հասկանում ում ինչ հարց էին տալի։ Եկել էին ասում են, այն մեկին ով որ սահմանել այդ օրենքներն, եկել ասում են, գիտես ինչ կա, աշակերտները ոնց որ այդ սահմանած օրենքները ինչ են անում, խախտում են։ Ինքը չի ասում, ես լավ եմ ձեզանից հասկանում շաբաթը, չի ասում ճիշտ եմ մեկնաբանում։ Ինչ է ասում, ես ունեմ իշխանություն այդ շաբաթ օրվա վրա։ Ես ունեմ վերին իշխանություն այս ողջ օրենքի շրջանակում։ Հիշեք մի բան, Աստվածաշնչի կենտրոնը Քրիստոսն է։ Եթե մենք Աստվածաշնչի մեջ Քրիստոսին չենք տեսնում, մենք սխալ բան ենք տենում, սխալ բան ենք կարդում, սխալ բան ենք անում։
գրքերը վկայում են Աստծո խոսքի մասին։ Ու հետաքրքիր է եւս մի բան։ Երբ որ ասում է Տերն է, նշանակում է իշխանություն ունեցող։ Մեկը, ով որ տնորինում է, ով որ ղեկավարում է, ով որ կառավարում է այդ շաբաթը։ Ու երբ որ ասում է, որ մարդու որդին շաբաթի Տերն է, նա հայտարարում է, որ վերջնական իշխանություն ունի։ Հիմա նայեք, չեմ ուզում շատ խորանամ մարդու որդի արտահայտությանը, որտեվ սա նորից ցույց է տալիս իր մեսիա լինելուն, բայց մի բան ուզում եմ ստեղ մի փոքր ուշադրություն դարձրեք։ Նայեք, երբ որ ինքը խոսում է, որ ես շաբաթվա Տերն եմ, Եբրայեցիս նամակի մեջ մենք կարդում ենք, որ շաբաթը ուղղորդվում է կամ ներկայացվում է որպես հանգստի օր, հանգստի մտնելու մեջ։ Ու Եբրայեցիս նամակի հեղինակն ասում է, որ Հեսուն, երբ որ ուղղորդեց հրեաներին դեպի խոստացված երկիր, այդտեղ այդ մարդիկ վերջնական հանգստություն չգտան, չունեցան։ Մարդը վերջնական հանգստություն որտեղ է ունենում։ Միայն Քրիստոսի մոտ։ Միայն Քրիստոսի մեջ։ Ինչի, որովհետև մեր իրական հանգիստը Քրիստոսի մեջ է։ Նա կատարեց այն աշխատանքը, որ մենք չենք կարող անել։ Նա պահեց ողջ օրենքը, ժողովուրդ։ Նա ապրեց կատարյալ կյանք։ Նա կրեց մեր մեղքերը եւ նա ավարտեց փրկության գործը։ Ու դրա համար խաչի վրա Հովանու 19:30 գիտեք ինչ ասաց։ Կատարված է։ Կատարված է։ Տեր Հիսուս Քրիստոս ամեն բան կատարեց մեր փոխարեն, որպեսզի մենք հանգստություն ունենանք, որպեսզի մենք իրապես գանք իրական Տիրոջ մոտ, ով որ կտա մեզ այդ հանգստությունը։ Դա համար, եթե դեռ Քրիստոսինը չեք, գնացեք դեպի Քրիստոս։ Խոստովանեք ձեր մեղքերը, ընդունեք իրեն որպես Տեր ու Փրկիչ, որպեսզի այդ հանգստությունը գտնեք, որպեսզի կարողանաք ճիշտ կերպով մեկնաբանել խոսքը, որպեսզի կարողանաք ճիշտ կողմնորոշվել այն ինչ որ կարդում եք։ Ուրեմն արդար դատաստանի համար ինչ է հարկավոր։ 3 քայլ։ 3 քայլ։ Իմանալ Աստծո խոսքը, այսինքն կարդանք, ուսումնասիրենք Աստծո խոսքը ամեն օրվա կտրվածքով, ամբողջական համատեքստում։ Չասենք դե այսօր կարդացել եմ կամ ոչինչ, մյուսը, ամեն օր կարդացեք։ Երկրորդը, ինչ արեք, մեկնաբանեք խոսքը համատեքստում։ Մի թույլ տվեք մտցնել բաներ խոսքի մեջ, որոնք որ չկան այնտեղ գրած։ Ուշադրություն դարձեք պատմական իրավիճակը, գրական ժանրերը, հեղինակային նպատակը, Աստծո ամբողջ հայտնությունը։ Եվ երրորդը, ճանաչեք օրենսդիրին։ Ճանաչեք Աստծուն։ Ով որ ունի իշխանություն ու հետևեք ոչ թե ձեր ցանկություններին, ձեր եսին, ձեր ավանդություններին, ձեր զգացմունքներին, այլ միայն ու միայն Քրիստոսին, որտեղ նա է շաբաթվա Տերը, նա է եկեղեցու գլուխը եւ նա է ամբողջ ստեղծագործության Տերը։ Ու հարցը նորից հետեւյալն է. ճանաչում ես Աստծո խոսքը, հասկանում ես դրա կոնտեքստը, ճիշտ ես մեկնաբանում այն, եւ ամենակարևորը, ճանաչում ես օրենսդիրին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Որտեվ առանց Տեր Հիսուս Քրիստոսի ոչ ունեք ճշմարիտ հանգիստ, ոչ կարող եք ճիշտ կերպով մեկնաբանել, ոչ մի բան ձեր կյանքում չեք կարող ճիշտ ընթացք ունենալ, եթե չեք ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսին։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես շնորհակալ ենք, որ հնարավորություն ես տվել քո խոսքդ ունենալու, Տեր։ Շատ-շատերը կերազեին խոսքդ ունենալ, շատ-շատերը կերազեին ճշմարտությունդ իրանց լեզվով ունենալու, բայց մենք այսօր ունենք հայերեն լեզվով արդեն քանի դար է, Տեր, եւ սա մեծ ողորմություն ու օրհնություն է, Տեր։ Աղոթում եմ, ով Աստված, օգնես, որ իրապես քո խոսքի նկատմամբ սեր ու փափագ ունենանք, Տեր։ Որ կարդանք, ուսումնասիրենք, խորապես ուսումնասիրենք, հպանցիկ չնայենք, չհարմարացնենք մեր ցանկություններին եւ ամեն բան ինչ որ անենք ու կամքի համեմատ անենք, Տեր։ Ինչի որպեսի խոսքդ ճանաչելով ճիշտ կերպով կարողանանք գնահատել եւ որոշ առումով ուղղել մարդկանց, Տեր,
որ չլինի թե անարդար քննադատություն կամ դատաստան տեսնենք։ Նաև Տեր օգնի, որ կարողանանք իմաստություն ունենանք Սուրբ Հոգովդ ճիշտ կերպով մեկնաբանելու Տեր։ Համատեքստի մեջ ուշադրություն դարձնելով այն դետալներին, որը որ կա խոսքիդ մեջ Տեր։ Եվ ամենակարևորը օգնի, որ օր-օրի քեզ ճանաչենք Տեր Հիսուս։ Օր-օրի քեզ ճանաչենք, որտեվ քեզանից է բխում ամեն օրենքը, ամեն խոսքը, քո էությունից է Տեր։ Որտեվ դու սուրբ ես, Աստծիր սուրբ եղեք։ Որտեվ դու ողորմած ես, Աստծիր ողորմած եղեք։ Որտեվ դու սեր ես, սիրո աղբյուրն ես, Աստծիր որ սիրենք։ Որտեվ դու արդար ես, Աստծիր որ արդար դատաստան տեսնենք։ Դրա համար Տեր աղոթում եմ, որ օգնես, որ մեր Աստված ճանաչողության մեջ ամեն պահ, ամեն վայրկյան աճենք Տեր Աստված։ Որպեսզի խոսքը ճիշտ կերպով մեկնաբանենք եւ մեր գործնական կյանքում երևա քո բնավորությունը, որպեսզի դու երևաս Տեր Աստված։ Որ չլինի թե դատարկ ու չոր խոսքի կամ որպես օրենքի իմացություն լինի, որը որ դառնություն կբերի մեր կյանքում Տեր Աստված։ Եվ ոչ էլ շինություն կլինի մեր շրջապատող մարդկանց։ Օգնի, որ այդ ամեն ինչը պահորված լինի սիրով, այնպես ինչպես որ դու ես ասում Տեր Աստված, այնպես ինչպես որ դու ես առաջնորդում, այնպես ինչպես որ դու ես համբերատար քո աշակերտների նկատմամբ, բոլոր մեր նկատմամբ Տեր Աստված, օգնի, որ մենք էլ այդ համբերատարությունը ունենանք, Տեր։ Որպեսզի ժամանակից շուտ չդատենք, ժամանակից շուտ չքննադատենք, ժամանակից շուտ մեր կարծիքը չասենք, Տեր։ Այլ ամեն ինչի մեջ իրապես քո կամքը ու քո փառքը փնտրենք, որպեսզի դու փառավորվես։ Եվ եթե մեր մեջ կան Տեր մարդիկ, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, դու այցելություն արա։ Նրանց սիրտը փափկեցրա, որպեսզի ընդունեն իրենց մեղքը, խոստովանեն եւ քո առաջ գան խոնարհված, ընդունելով քեզ որպես Տեր ու Փրկիչ, որպեսզի իրանք էլ վայելեն այն քաղցրությունը, որ դու տալիս ես ամեն մի քեզ սիրողին, Տեր։ Մեզ ողորմիր, գթա, մաքրի, սրբի ու դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։